Բարևձ, Ազատ ձայն լրատվականի եթերում հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարն է։ Քանի որ մեր նախնիները մինչև ներկայումս էլ մեր օրերը շարունակում են բնակվել քարանձավներում, հենց դա էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի մենք քննարկենք քարանձավների թեման։ Բացի այդ, քարանձավները շատ հետաքրքիր կառուցվածք ունեն եւ պատմություն։ Եվ այսօր այդ թեմայի շուրջ կխոսենք բնագետ մշակութաբան Սամվել Շահինյանի հետ։ Բարև պարոն Շահինյան, որտեղ են հայտնաբերվել առաջին քարանձավները, ինչպիսի կառուցվածք ունեն։ Մարդը միշտ է օգտվել եւ հիմա էլ է օգտվում քարանձավներից տարբեր նպատակներով։ Ավելին հիմա ինքը փորում է քարանձավներ եւ ստորգետնյա կառույցներ, որոնք նախատիպ ունեն անձինց քարանձավ։ Քարանձավները առաջանում են բնական ճանապարհով 3 հիմնական տեսակի ապարների մեջ, այսինքն հրաբխային կամ հրային ապարներում, նստվածքային եւ ձևափոխված կամ մետամորֆային ապարներ։ Երեքում էլ առաջացման հիմնական պատճառը ջուրն է։ Առաջնային առաջացման քարանձավներ բնորոշ են միայն հրային ապարներին, երբ լավայի մեջ ոսոր լավային շերտը սառում են, նրա մեջ եղած գազերը չեն կարողանում դուրս գալ, առաջանում են գազային դատարկություններ։ Հետո երբ կողմնահարվում բացվում է այդ գազային դատարկությամբ որևէ անցք, այն դեր է ասում քարանձավ։ Որ գետնյա շերտախմբերում, երբ շերտախումբը մեկ ուրիշ շերտախմբից տարանջատված է ջրաթափանց եւ ջրամերժ շերտերով, ջուրը հասնում է ջրամերժին ու հոսում նրանով։ Հոսքի ամբողջ ճանապարհը նա իր հետ լուծում եւ տանում է լուծվող ապարները։ Դա արկա է առանձնապես կրաքարային ապարները, այսինքն ծովային նստվածքները։ Արդյունքում առաջանում են դատարկություններ։ Այդ դատարկությունները, որոնք կրաքարերի մեջ են առաջանում, դրանք կոչվում են կարստային քարանձավներ։ Կարստային քարանձավները տարածված են Եվրոպայի եւ աշխարհի կարստային զանգվածներում։ Նրանք շատ մեծ տարածություններ են առաջացնում եւ գետնի տակ կարող են այդ դատարկությունները ձգվել մինչեւ 300-350 կիլոմետր, ինչպես Մամոնտի քարանձավային համակարգն է, կամ Ղրիմի քարանձավներն են, կամ Պերմի քարանձավներն են, կամ Հյուսիսային Կովկասի կրաքարերի մեջ եղած քարանձավները։ Սակայն երբ մենք խոսում ենք մարդու համար որպես բնակավայր ծառայած քարանձավներին, ապա մինչև Homo sapiens sapiens-ը քարանձավները շատ քիչ է օգտագործվել երկարատև ժամանակով։ Այն ժամանակավոր կացարանի դեր է կատարել։ Երկարատև օգտագործման գործընթացը սկսվեց Վյուրմի վերջին սառցապատման փուլի ընթացքում, այսինքն երրորդ փուլի, այսինքն 25-ից 22,000 տարի առաջ։ Երբ սառցապատումը հյուսային գնդի, երկրագնդի հյուսային կիսագնդի 40 աշճանից վեր ամբողջ տարածքը իր մեջ առավ Սառցե զրահի մեջ։ Իհարկե բարձր լեռնային հատվածները 40-ից բարձր է, 76-ից բարձր, հարթավայրերը ազատագրված էին սառցից, նրանք տունդրայի գոտիներ էին։ Հիմա տեսեք, երբ սառույցները առաջացրեցին մեծ հաստվածքներ սառցապատման ժամանակ, հայկական լեռնաշխարհում եւ որոշ տեղերում էլի հրաբխային գործունեությունները ցեցին ակտիվանա, բազովապես զուգահեռվեց, զուգակցվեց, որի արդյունքում տեղ-տեղ առաջացել էին սառցող լճեր եւ դրա ափերին էլ բնականաբար որոշակի բուսականություն։ Իսկ կենտրոնական աշխարհի ծայծերն էին, որոնք որ ավելի դիմացկուն էին, քչակեր, տալիս էին կոտոշ, մորթի, կաթ, միս եւ շատ ձեռնտու էր որպես ընտանի կենդանի պահելը։ Պարզ է, ես չեմ խոսում 25-ից 22,000 տարի առաջվա սառցապատման ժամանակաշրջանից, ես խոսում եմ 12,5-ից 9,500 տարի առաջ
4-րդականի վերջին փուլի, Գյումրի վերջին փուլի ստացապատման մասին, որից հետո հալուցքը սկսեց հայտնի ջրհեղեղի պատմություն։ Քարանձավաբնակությունը եւ այծի պաշտամունքը եւ այծի հետ կապված բազմաթիվ լեգենդներն ու առասպելները երևի թե իրար հետ են։ Մարդը եւ նախամարդը ինչպես են ապրել։ Մեզ հայտնի են այսօր բազմաթիվ քարանձավային բնակավայրեր, Ալտամիրն է, Լաստոն է, Շանիդարը, Ազոխի քարանձավը, որը հնամարտիկ են ապրել։ Հնագույն մարդիկ, որոնք չի կարելի անվանել Homo sapiens sapiens, ժամանակակից բանական մարդիկ էր դա։ Ֆրանսիայում եւ այլ տեղեր պեղումներից ի հայտ են եկել մանրամասներ, որոնք ցույց են տալիս, որ արդեն նեանդերտալցիները կառուցում էին պարսպապատ, փոքրիկ, ոչ բարձր պատ, գազաններից պաշտպանելու համար մուտքը, իսկ ներսում որոշակի կոնստրուկցիաներ փայտից, մորթուց, որպեսզի խոնավությունից զերծ պահեն իրենց ապրելակերպը։ Քարանձավները զուտ արհեստականորեն կառուցելու կամ արդեն եղած քարանձավները, դատարկությունները մասամբ կամ մեծի մասամբ ձևափոխելու, բարեկարգելու ճանապարհով, կեցության համար պիտանի միջավայր ծավալներ ստանալու գործընթացը դրանք սկսեցին շատ ավելի ուշ, արդեն, այսպես ասենք, սառցապատումից հետո, որովհետև այն հատվածները, որոնք որ տարանջատված ամբողջ աշխարհից մարդկանց ծուղակն էին գցել, օրինակ, Արարատյան դաշտում մարդիկ հայտնվել էին ծուղակում, պատկերացրեք դեպի հյուսիս, հնարավոր չէր գնալ, Կովկասյան լեռնաշղթան փակել էր ահռելի հաստվածքով, ձյան եւ սառույցի ծածկույթը այսօրվա Դերբենդը կամ բանը ազատագրեց ընդամենը մեր թվարկությունից առաջ 1800-1500-ական թվականներին։ Մինչ այդ լեռնանցքները անցնել անհնար էր։ Այդպես պատճառով է, որ հին քաղաքակրթությունների վրա հարձակումները քոչվորների տեղեր ունեն Միջին Ասիայով եւ ոչ թե Կովկասյան լեռներով։ Կովկասյան լեռներով մուտքը սկսվեց մեր թվարկությունից առաջ 2000-ականների վերջում եւ առաջին հազարամյակում, երբ massամբ բացվել էր այդ ճանապարհը եւ Վոլգայի ու Դոնի արանքով եղած ճահիճները ինչ որ չափով արդեն չորացել են։ Որովհետեւ Կասպից ծովը Սև ծովի հետ, Ազովի ծովով միասնական համակարգ էր ձևավորված մինչև սառցապատումը։ Իսկ դա նշանակում է կրկնական փակված կղզի էր հյուսիսից։ Հիմա դեպի արևելք ճահիճներ էին, ջրային արգելապատնեշներ էին, Ուրմիոլիճը շատ մեծ էր ավելի քան հիմա, բացի այդ գալիս էր ճահճապատ տարածքներ մինչև Կասպից ծովը։ Իսկ Մուղանի դաշտավայրը եւ այլն հեղեղված են Կասպից ծովի ջրերով ընդհուպ մինչև Բարդա։ Հարավի կողմներ, որ մուտք ուներ, բայց եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ հարավից դա Մասիսն է, Բինգոլի լեռներն են 2000 մետրանոց եւ սկսվում է բարձրագագաթ լեռնային Հայաստանը նորից, որտեղ նույնպես սառույցներ են։ Այսպեսով եթե նայում ենք 4 կողմը Հայաստանում, այդ սառցապատման շրջանում սառցապատում էր սկսվել եւ սառույցները թույլ չէին կարող տալ, եթե Արարատյան դաշտում եւ Մշո դաշտում, եթե հայտնվել դեռևս մարդիկ մնացել էին, որևէ կերպ դուրս գային այդ տարածքից։ Եվ ես համոզված եմ, որ մարդիկ ապրել են այդ ընթացքում այդտեղ։ Ուղղակի հետքեր ցույց տալ այսօր Հայաստանում չկա, բայց Վրաստանում եղած տվյալները, Վրաստանից ստացված տվյալները եւ համեմատելով մեր մոտ ծագած լեգենդները, հալուցքների հետ կապված հավատալիքները եւ մի շարք էպիկական բնութագրեր մեր հեքիաթներում, հերոսապատումներում բանում թույլ են տալիս մտածել, որ այդ ամենը ձևավորվել է հենց սառցապատման ժամանակ։ Որտեղ էին ապրել մարդիկ։ Բնականաբար ապրել էին քարանձավներում։ Քարանձավա բնակությունը հելադրում էր ինքնին պատսպարվելուց բացի հարմարավետ դարձնել այդ ծավալները։ Այսինքն այստեղ ծնվում էր ստորգետնյա ճարտարագիտություն,
կոնստրուկցիաների եւ ճարտարապետության որոշակի տարրեր, որոնք պիտի որ այնտեղ ծնված լինեն։ Որոնք էին այդ տարրերը։ Յուրաքանչյուր քարանձավում, եթե ունենք առաստաղ, որը գմբեթաձև է, սֆերիկ է, ապա ունենք ուրեմն բավականին ամուր կոնստրուկցիա բնական։ Բայց եթե այն սֆերիկ չէ, ասենք թե հարթ է, ինչ է տեղի ունենալու։ Տեղի ունենալու որոշակի հավասարակշռության խախտվածություն, որը պիտի գա այդ լարվածության վերացման։ Լարվածության վերացման համար պիտի առաստաղից թույլ կապակցված քարերը թափվեն, մինչև նա կընդունի որոշակի կոր մակերևույթ ծավալ, գմբեթի նման, այս դեպքում ինքը ավելի կայուն առաստաղ կունենա։ Իսկ եթե առաստաղը այդպիսի չէ, խորթուբորտ է, մարդիկ երկար ժամանակով քարանձավներում են ապրել, արդեն իրենց փորձից գիտեն, որ նմանատիպ առաստաղը անվտանգ է։ Եվ որպեսզի նմանատիպ առաստաղ ստանան, իրենք շարվածք են ձևավորում, մինչև առաստաղի գագաթը։ Թողնելով դատարկ տեղ առաստաղի բնական գմբեթի եւ իրենց շարած ծածկի արանքում։ Ահա այսպես պիտի որ ծնված լինեին հայոց գլխատների բնորոշ հազարաշեն կառույցի կոնստրուկցիայի գաղափարը։ Հակառակ դեպքում անհասկանալի է այդ մանրակրկտությունը կտուր կառուցելու գործընթացում։ Երթիկի գաղափարը մենք ականատես ենք լինում ոչ միայն ստորգետնյա կառույցների մեծ մասում, այսինքն նույն կիսագետնափոր կամ գետնափոր գլխատների դեպքում, այլ մենք տեսնում ենք նաև եկեղեցիներում, ստորգետնյա ժայռափոր եկեղեցիներում, Մարտիրոսաբանքի երկու դահլիճների վերևում էլ անցքեր կան։ Հետարքիր է, որ այդ անցքերը կարող են եւ չանել, որովհետեւ ամբողջությամբ լանդշաֆտի վրա, եթե նայում եք այդ թեք լանջը, ոչ մի բան չի ուշում, որ դրա տակ եկեղեցի կա։ Ուրեմն ինչու այդ անցքերը անել, եթե ամբողջությամբ կարելի է դա կառուցել ներսում։ Կարծում եմ այդ սովորույթը եկել է հենց այն հնագույն ժամանակներից, երբ մարդիկ կառուցում էին այդ ամենը եւ ստիպված էին լինում երթիկի տեղ թողնելու ծակել, որովհետեւ ոչ բոլոր ապարներն են, որոնք որ կարող են կլանել օդի մեջ եղած մանր վտանգավոր հատիկները, ասենք մոխրահատիկը կամ հիմնավոր միացությունները կամ օրգանական միացությունները, որոնք արտաշնչման կամ բանի եւ փոխել օդի կառուցվածքը, մաքրել օդը։ Դա հնարավոր է միայն հրաբխամասվածքային ապարների դեպքում, որոնց մեջ օդը շրջանառվելով որոշակի չափով մաքրվում է։ Բայց միևնույն է, եթե դուք խարույկ ես վառում քարանձավում, այդ ծուխը պիտի մի տեղ գնա։ Ահա այստեղից էլ երթիկի անհրաժեշտություն։ Ազոխի քարանձավում հայտնաբերված արդյունքներին տեղյակ են։ Նոր արդյունքները, որոնք անգլիացիների թե ում հետ են կատարում արցախցիները, հրատարակված նյութեր չկան, որպեսզի ես լավատեղյակ լինեմ կամ ասեմ, բայց այնտեղից հայտնաբերվել է 1 միլիոն տարուց ավել առաջ ապրած նախամարտու մնացորդներ, որը չգիտեմ նույնիսկ 500 տարի հետ կարելի է կապել թե ոչ։ Քարանձավների մեջ ամբողջ սառցապատման ընթացքում ապրելու ընթացքում է ձեռք բերվել այդ հատկությունները, որովհետև եթե դու ելք չունես դրսում ապրելու, անընդհատ փոթորիկները, պտուտակահողմերը եւ բանը, որոնք բնութագրական են, ծայրահեղ խիստ կլիմայի եւ սառցադաշտերի մոտ գտնվող բնակավայրերի, շանս չէին տողում այդ մարդկանց զզվել քարանձավում փլուզման տակ մնալու այդ վտանգի վախից դուրս գալ եւ դրսում ինչ-որ բան կառուցել, դրսում ավելի վտանգավոր։ Այդ իսկ պատճառով իրենք ստիպված էին քարանձավը բարեկարգել, ապրելու համար հարմար դարձնելու։ Եվ հենց այդ պատճառով էր, որ ասում են, որ հնարավոր է, որ Հազարաշենի գաղափարը հենց այնտեղ ծնված լիներ, որովհետեւ տեսեք, Հազարաշենի կոնստրուկցիան մենք չենք հանդիպում մինչև վերջին սառցապատումը եղած քաղաքակրթությունների օջախներում, ասենք Չաթալ վյուքում կամ չենք հանդիպում Գյոբեկլի թեփեյում,
Բայց դրանից անմիջապես հետո մանավանդ երբ մեծ արտահոսք Հայաստանից դեպի հարավ եւ ապա հարավ արևմուտք եւ ապա հարավ արևմուտք հյուսիս, արդեն տեսնում ենք տարբեր քաղաքակրթություններում այդ տեխնոլոգիայի օգտագործման փաստերը։ Հյուսիսային Իտալիայում, Միկենյան ամբողջ քաղաքակրթության մեջ օգտագործված տարբեր դամբարանային կառուցվածքներ, որոնք անշաղախ, այսպես հավասարաչափ դասավորված քարեր են, որոնք համակենտրոն քարերի պատի ձևով բարձրանում են մինչև վերջ ու վերջում կողպեկով փակվում, ոնց որ Արտրիայի դամբարանն է, բազմաթիվ այդպիսի կառուցվածքներ Բուլղարիայում, որոնք բոլորը գնահատվում են 4-ից 3 հազարամյակ, մինչև 2 հազարամյակ, իսկ ավելի ուշ արդեն 3 հազարամյակի, վերջում 2 հազարամյակի կեսերում Իռլանդիայում այդ տեխնոլոգիաները շատ տարածվեցին, այդ սկզբունքով կառուցված էին նաև Բոյնա գետի ափին դամբարան սրբատեղիները, Նյու Գրենջի դամբարանում, որտեղ կառուցվածքը մեր հազարաշենի սկզբունքով էր դամբարանի ներսը, մուտքի թունելի կառուցվածքը, որ իրենից ներկայացնում էր դոլմենատիպ կառույց կամ դոլմենային կառույց, երկու պեաձև խոշոր սալաքարերով կոնստրուկցիա է, որը անդադ կրկնվում էր թունելի դեպքում։ Մենք տեսնում ենք այդ նույն թունելի կառուցվածքը եւ նույն հազարաշենի կառուցվածքը մեր միջնադարյան ճարտարապետության մեջ ստորգետնի։ Այստեղ շատ հետաքրքիր բան է ստացվում։ Ինչպես է, որ այսպիսի թունել ունեին իռլանդացիները, հետո հրաժարվել են այդ թունելից եւ այդ տիպի կառույցներից, դե ինչու են նրանք կառուցել, երբ չունեին այդ մշակույթի հիմքերը, չկային լեռնային շերտախմբերը, որոնք հնարավորություն տային շերտերի ներսում եղած դատարկությունները գտնել, այդ դատարկությունները օգտագործել եւ կիրառելի դարձնել ապրելու համար։ Բայց ինչու են դա կառուցել, որտեղ էր այդ մշակույթը կանգնել։ Երբես ասում եմ դա հայկականը, ես չեմ պնդում, որ հայերն են ստեղծել, բայց պնդում եմ, որ այսօր եւ միջնադարյան հայերը այդ մշակույթի կրողներն են։ Դե եթե այդ մշակույթի կրողն են, ուրեմն կարող ենք ասել, որ մեր նախնիներն են եղել։ Էթնիկական մշակույթը, այդ բնություն մարդ հարաբերության միջավայրում ծնված մշակույթը, գիտելիքները նոր վայրում այլևս պետք չէին։ Հազարաշենի կառուցման սկզբունքը իրենք պահպանեցին մինչև 15-րդ դարը, մինչև 20-րդ դարը կառուցում էին։ Մինչև 20-րդ դարի սկիզբը հորդանոցները պատրաստում են այդ սկզբունքով։ Քարե դռնավոր քարանձավներում մենք տեսնում ենք ոչ միայն ստորգետնյա կառույց ներկայացնող կոնստրուկցիաների մի լիարժեք համախումբ մեկ կառույցի մեջ, մի համակարգ, որը կարող էր հավակնել երկարակեցության եւ ճարտարապետական կամ ճարտարագիտական ինքնատիպ լուծման գովասանքին։ Չէ, այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա։ Մենք տեսնում ենք նաեւ ինչ-որ էլեմենտներ կառուցվածքի մեջ, որոնք որ գաղափարական իմաստի փնտրել։ Հայաստանում բոլոր տարերը դրանք պահպանվել են միջնադարյան այդ քարե դռնավոր քարանձավներ։ Ավելին նմանատիպ սկզբունքները մենք տեսնում ենք արդեն եկած հասած հայ եկեղեցու կենտրոնագմբեթ ճարտարապետության մեջ։ Իսկ որտեղից հայտնվեց կենտրոնագմբեթ եկեղեցների ճարտարապետության մեջ այդ սկզբունքը։ Հետ են գնում, նայում ենք մեր առասպելաբանությանը, տենակ ծառի վերաբերյալ մեր հավատքին, ասում ենք Խաչքարին։ Խաչքարի մեջ տեսնում ենք տիեզերքի մեր հայեցողական պատկերացումը, հոգևոր, այդտեղ տեսնում ենք տարրերը, ապա այդ տարրերը Բաղդադում ենք զուտ ճարտարագիտական ու ճարտարապետական, կառուցողական կամ կառուցման սկզբունքների հնարավորությունների տեսանկյունից տեսնում ենք վերարտադրվել են այդ շինությունների մեջ։ Քարանձավներում սրբազան վայրեր կառուցելու հանգամանքը շատ բնութագրական է եղել
սկսած 5-ից մինչև առաջին հազարամյակի վերջը, որպեսզի ասածս ավելի հիմնավոր լինի, հիշեք ուրարտական ժայռափոր դամբարանները, որոնք չափազանց շատ են, բազմաթիվ դամբարաններ եւ նաեւ պալատներ, նաեւ տներ մինչև մերձավոր արևելք, մինչև արաբական թերակղզի, բոլոր հնդեվրոպական ժողովուրդների մոտ, որոնք մինչ այդ, մինչ հարձապատումը մենք չենք հանդիպում։ Քարանձավը որպես դամբարան օգտագործելու բան։ Եթե պնդենք, որ քաղաքակրթությունը այդ որակական հատկանիշները չուներ, ասեմ, որ դա սուտ երկես հայտարարություն կլիներ, որովհետև Գյոբեկլի թեփեն հակառակն է, ապաց, որ քաղաքակրթության սկիզբը ոչ թե նեղոսն է 6000 տարվա պատմությամբ, այլ հայկական լեռնաշխարհների 12.500 տարվա փաստացի բաներով, եթե ոչ ավելի։ Ուղղակի սառցապատումը կտրեց այդ քաղաքակրթությունը, այդ քաղաքակրթությունը դանդաղ մարեց, որտեղ այստեղ սառցապատումներից խարախում սկսվեց երաշտը, այստեղ է զարգանալ քարանձավային մշակույթը, որը կամաց հաստրեց 4-ից առաջին հազարամյակի քարանձավային սրբավայրերի փորվածքների ինժեներա-ճարտարապետական մտահղացման։ Կոնկրետ հայկական լեռնաշխարհում ոչ միայն բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր են մեզ հայտնի, որոնք ժայռափոր են, այլ նաև հարևան երկրներում, կից երկրներում, օրինակ Իրանի տարածքում Փախտի Սուլեյմանի լեռան մեջ Հերակլեսի տաճար են անվանում, մի ահռելի տաճար է կառուցված Կարմարի զանգվածի մեջ, տաճարի առկայությունն է ինժեներա-ճարտարապետական մտահղացմամբ, որը մաս է կազմում այդ հայկական լեռնաշխարհում ընդհանուր ծնված մշակույթի եւ տարանջատել դրանից, պնդել որ սա աբսուրդ է։ Հիմա քարանձավային քաղաքներ մեզ հայտնի են, բնակավայրեր շատ են, նույնիսկ վանքեր են հայտնի։ Ալբերտո Բիքսյան իր խմբի հետ միասին Թուրքիայի տարածքում եւ հայկական լեռնաշխարհում, այսինքն այն, որ թուրքերը անվանում են Արևելյան Անատոլիա ու Կապադոկիա, բազմաթիվ հետազոտություններ է կատարել եւ ինքը այդ հաշվետվության մեջ ներկայացրել էր Անիի նույն քարանձավի տեսքը եւ լուսանկարը եւ նկարագրությունը, չափագրությունը, որը Ղիբշեդին արել էր Անիի էքսպեդիցիայի հետ, Օրբելու Մարի հետ միասին, երբ որ այնտեղ Անիի հետազոտում էին, վեր էր հառնում նաեւ բնական քայքայման կոնկրետ ժամանակաշրջանում չափերը։ Մենք տեսնում ենք, որ այնտեղ, որտեղ անթրոպոգեն միջամտություն չերևի, գրեթե փոփոխություն չկա։ Այսինքն շատ կայուն են, ստորգետնյա ճարտարապետական կառույցները, շատ ավելի ամուր են, քան վերգետնյաները։ Տեսեք 100 տարվա կատարվածքով հետազոտությունները համեմատում են, շատ քիչ է։ 15000 մարդ է ապրել միջնադարում Անիի ժայռափոր տարածքում։ Այնտեղ եղել են եւ կան եւ 1000 ոչխարից ավել պահող քարայր, եւ խանութներ, եւ ստորգետնյա անցուղիներ, եւ շատ մեծ գաղտնի անցք, որը քաղաքը միացրել է ստորգետնյանի հետ, եւ դամբարաններ, եկեղեցիներ, մատուռներ, շքեր, բնակարաններ։ Ավելին այնտեղ շատ հարուստ մարդկանց տներ են եղել, աղքատների են եղել։ Այսինքն կենցաղվարության մեջ դա հետնախորդ չէր, այսինքն դա արվարձան չէր, որտեղ աղքատներն էին ապրում։ Դա կայուն ձևավորված հասարակական բոլոր խավերի ցանկալի տարածք էր, որտեղ ձևավորված էր քաղաքը։ Ձմռանը պետք չէր շատ ջերուսման համար մտածել ու վառելիք օգտագործել, նույնիսկ ասեմ, եթե շատ ծուտ ձմեռներ չկային, անիմաստ էր վառելիքից ծախսը, ապա ամռանը շատ հով էր։ Նույն խնդիրը, փաստորեն, երբ որ նայում ենք հայկական գյուղական այդ գլխատների հազարաշեն ծածկը եւ տեսնում ենք, որ նա գետնափոր է հիմնականում եւ շատ քիչ հատված է բարձրանում վեր ու ծխնելուզը, այստեղ տաքացվում էր անասուններով, չէ՞, որոնց մուտքը, եթե մենք հետ գնանք Քսենոֆոնի անաբասություն նայենք, թե ինչպես էր ինքը տեսնում
ժայռերում ապրող մարդկանց կենցաղը, ապա կտեսնենք վերևում այդ անցքը ոչ միայն կրակի համար էր օգտագործում, այլ նաև անցկար կամ այդ նույն անցներ օգտագործում նաև վայրեջքի համար մարդկան։ Մենք տեսնում ենք տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվել են քաղաքակրթության հնագույն վայրերում, օրինակ տեխնոլոգիաներ որոնք էին, ասենք քարե դռնավոր քարանձավների, բնութագրական թունելների դոլմենային կառուցվածքը, երկարությունը, դրանց գաղտնիացնելու ձգտումը անընդհատ եւ սրբազան այսպես երկողացությամբ, որտեղ տեսեք դռները փակվում են միայն ներսից, դրսից չեն փակվում։ Այսինքն բոլորի համար պարզ է, որ այս քարանձավի տերերը չեն վախեցել մուտք գործողներից։ Ներսում ծորենի շտեմարան կա, մառան կա, մեծ կարասներ կան, կա նաև յուղի, գինու համար մեծ կարասներ, որտեղ պիտի լսնեն, չեն վախեցել այդ գողությունից։ Ներսից դուռը փակելու հնարավորություններ են ստեղծել եւ ջանքեր են թափել։ Դա պարզ երևում է տարբեր տեղերում կողպեքների առկայությամբ եւ դռների վրա փորվածքների առկայությամբ ու սողանակի տեղով, որը կարող էր քար լինել, փակ լինել, եւ թծկում էին ու դուռը փակեն ներսից։ Միայն ներս մտներ մարդ պաշտպանվեր կամ ներս մտներ գաղտնի ծիսակարգ իրականացնելու համար։ Նույն երևույթը մենք տեսնում ենք Իռլանդական դամբարանում, նույնը տեսնում ենք Ատրեայի դամբարանում, մյուս դամբարաններում, որոնք այդ սկզբունքով են կառուցվել եւ ապա հողացած հողագմբեթի պես ծածկով սարքել։ Հիմա եկեք տեսնենք դասական այդ օրինակը, որը ես մեկ այդտեղ բացատրել եմ, որպես կենաց ծառի, տիեզերքի հայկական պատկերացումների արգասիկ եւ արդյոք տեսնենք թե այդ կոնստրուկցիաները, այդ ժողովուրդները պաշտպանել են։ Իռլանդիայում միայն պաշտպանվել է 4 այդ քարերով շարվածքներ վերերկրյա կատարելու սկզբունքը։ Թունելները դուրս են եկել, դոլմենային կառուցվածքները դուրս են եկել։ Մուտքերի մոտ, սակայն, որը կարող է զուտ ինժեներական սովորական դարքներ պաշտպանվել են։ Մեր մոտ այդ հատակագծային կառուցվածքները պահպանվել են խաչքարի տեսքով արդեն քրիստոնեություն ընդունելուց հետո եւ եկեղեցիների շինարարության մեջ, այսինքն եկեղեցու նախագիծը, հատակագիծը, կառուցվածքը, ձևը ամենևին պատահական չի ծնվել այդ օրինվածքները 4-րդ դարում։ Մենք դեռևս դրանից 3000 տարի առաջ արդեն ձևավորած ունեինք տիեզերքի պատկերացումները եւ նրանց արտացոլումը սրբազան կառույցների մեջ պիտի վերարտադրեր կետ առ կետ բոլոր այն հատվածները, դետալները ռացիոնալ տիեզերքի պատկերացումների շղթայի մեջ է։ Հատիկը, կենացառը, վիշապները, ծովտիրանին, արեքակը, արեքակի արդար լույսը, ծինը, կին տղամարդ, իգական նախասկիզբը, արական նախասկիզբը, սրանք բոլորը պիտի արտահայտությունը գտնեին եկեղեցաշինության ու խաչքարաշինության։ Նույն երևույթը կար նաև դրված այդ Նյուգրենջի դամբարանի շինարարության մեջ, Ալտրեայի եւ այլ դամբարանային շինարարությունների մեջ, որը հետագայում այդտեղ ապրող ժողովուրդները իրենք կրող չհանդիսացան, ճիշտ այնպես, ինչպես Ալեքսանդրիայի ավերվելուց հետո եկած արաբները եւ ոչ մեկը չփորձեց կրկնել երկթեք կտուրների գաղափարը ապագա շինարարության մեջ։ Ինչու, քանի դեռ մինչ այդ հույներն էին, որոնք Հունաստանից էին եկել, ունեին իրենց պետնոմշակութային սկզբունքները, անկախ նրանից անձրև գալիս էր այնտեղ թե չէ, այնտեղ տաք գոտի էր անապատային եւ անիմաստ էր իզուր տարածքներ կորցնելու ծախսեր անել երկթեքին, միևնույնն է իրենք կառուցում էին այդպես։ Ես նրանցից հետո եկած արդեն այլ ժողովուրդը, այլևս հույները չկային, նրանք լուծվեցին, դարձան արաբներ կամ ինչ-որ ուրիշ բան, կարևոր չէ դա, այլևս այդ մշակույթը իրենց պետք չէ։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ձայն Արարատի հայագիտական հաղորդաշարը, մեր հյուրն էր Սամվել Շահինյանը։ Հաջողություն կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։